Այսօր իր մահկանացուն կնքեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Հայերի համար նա սիրված պապ էր։ Շատերը կհիշեն նրա այցը Հայաստան 2016 թվականի հունիսի 24-ից 26-ը։ Այցելություն առաջին քրիստոնյա ազգին խորագրով։ Այդ 3 օրերի ընթացքում պապն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց 1915 թվականի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհեց եւ իր ելույթում օգտագործեց հայերեն մեծ եղեռն տերմինը, ապա անմիջապես հետո ավելացնելով ցեղասպանություն բառը, պաշտոնապես վերստին հաստատելով իր դիրքորոշումը։ Երկրորդ օրվա կանգառը Գյումրին էր, որտեղ պապ Ֆրանցիսկոսը աննախադեպ պատարագ մատուցեց բաց երկնքի տակ, միավորելով հազարավոր հավատացյալների։ Ինչու Գյումրի, որովհետև այն ծանր հարված էր կրել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, սակայն շարունակում է մնալ մշակութային եւ հոգեվոր կենտրոն։ Ի դեպ, նշենք, որ Ֆրանցիսկոսը առաջին Հռոմի պապը չէր, որն այցելել էր Հայաստան։ Դեռևս 2001 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ մեր երկիր էր ժամանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը, որի ժամանակ էկումենիկ արարողություն մատուցվեց Երևանի նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Այցը խորհրդանշական էր նաև նրանով, որ այդ տարին համընկել էր Հայաստանի Հանրապետության անկախության 10-ամյակի հետ։